Առաջին եթերում հարցազրույցն է։ Բարև ձեզ։ Թուրք մտավորականների հայցերը Հայաստան նորություն չեն եւ շատ դեպքերում դրանք աննկատ են մնում։ Անցած շաբաթ ոչ անայդ Հասան Ջեմալի այցը Հայաստան եւ շփումը մասնագիտական շրջանակների հետ կարծես խախտեց այդ ստանդարտը, ստիպելով ավելի աչալուրջ լինել, այդ թվում նաեւ այդ հանդիպումներում հետապնդվող նպատակների։ Իմ զրուցակիցն է Երևանի Պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, բարև ձեզ։ Այսպիսով ինչ հետևություն պետք է անել թուրք մտավորականի այցից։ Այստեղից պետք է հետևություն անել, որ թուրքական քարոզչության մեջ եւ հակահայկական քարոզչության կամ ցեղասպանության հարցի որոշակի շրջանակներում պահելու քարոզչության մեջ որոշակի դեր է վերապահված մտավորականության մի յուրահատուկ խավի, որը Թուրքիայում վերջին տարիներին է հատկապես ակտիվացել։ Դրանք մեծ մասամբ ուրեմն որոշակի ճանաչում ունեցող մտավորականներ են, լրագրողներ, գրողներ, հրապարակախոսներ, որոնք ունեն նաև որոշակի հեղինակություն եւ հանդես են գալիս երբեմն ընդդիմադիր դիրքերից։ Իրենց գործունեության մեջ այդ գիծը կա, ընդդիմադիր լինելը, բայց միևնույն ժամանակ թուրքական պետական շահերը երբեք չոտնահարելու միտումով։ Եվ այդ մտավորականությունը արդեն տևական ժամանակ է, որ ակտիվորեն ներգրաված է հայոց ցեղասպանության խնդրի համատեքստում։ Նկատենք, որ այդ մտավորականության ձեռնարկներից էր, ներողություն ենք խնդրում հայերից այդ ակցիան, որը ավարտվեց ստորագրահավաքով եւ որը ոչինչ չտվեց եւ ընդհակառակը շրջանառության մեջ դրեց մեծ եղեռն տերմինը, որին էլ հետո հղում արեց ԱՄՆ նախագահը։ Մի կարևոր յուրահատկություն ունի այդ խավը։ Այն ինչին մենք բախվում ենք նորություն։ Սա նոր են գլխի ընկնում, որ կարող են լինել այնպիսի մարդիկ, ովքեր այդ նպատակը հետապնդում։ Գիտեք ինչ, սա մի փոքր քողարկված քարոզչություն է եւ ոչ մասնագիտական շրջանակների համար կարող է լինել նորություն եւ կարող է լինել անհասկանալի, քանի որ որոշակի անուններ են, հայտնի մարդիկ են եւ աշխատում են ոչ մասնագիտական շրջանակների զգացմունքային կողմի վրա, այսինքն Ջեմալ Փաշայի թոռ խնդրում է ներողություն, ասում է ցեղասպանություն եւ դա բավարար է, որպեսզի հասարակության մեջ մտածելակերպի մեջ ինչ որ բաներ փոխվեն, բայց այդ շերտը մտավորականության ունի մի շատ կարեւոր առանձնահատկություն։ Նրանց հիմնական նպատակը այն է, որ ցեղասպանության հարցը մնա բարոյական հարթությունում, այսինքն բավարարվեն հայերը, Հայաստանը, Սփյուռքը բավարարվի ներողությամբ, բավարարվի ցավակցական ուղերձով եւ հարցի մյուս կողմին, երբ որ մենք անդրադառնում ենք, չէ՞ որ ցեղասպանությունը հանցագործություն է, իսկ հանցագործությունը ունի իր տրամաբանական շարունակությունը, դատապարտում եւ պատիժ։ Պատիժը կարող է լինել տարատեսակ, փոխհատուցումից մինչեւ այլ բաներ։ Այդ հարթությունում նրանք կամ դառնում են ծայրահեղական եւ մերժում են ցանկացած այլ խնդիր կամ ուղղակի դառնում են խուսափող, այսինքն չեն անդրադառնում այդ խնդրին։ Եվ դրանով արդեն դա լակմուսի թղթի այսպես դեր է խաղում ցույց տալու համար, թե ինչքան է նրանց անկեղծությունը։ Բայց միևնույն ժամանակ այդ խաղը հետաքրքիր է ներթուրքական զարգացումների համար, հետաքրքիր է որպես սոցիալական պրոցես Թուրքիայում եւ մասնագետների համար էլ է դա հետաքրքիր։ Իսկ ինչ վերաբերում ենք անտեղյակ ենք թե ոչ, իհարկե մասնագետները անտեղյակ չեն, քանի որ բոլոր այդ մտավորականների հետ երևի թե բոլոր մեր մասնագետներն էլ առիթներ ունեցել են շփվելու, բանավիճելու տետատետ, բայց նաև միևնույն ժամանակ մեր պարտքն է այս ուժգնացող, ահագնացող քարոզչական պատերազմում բացահայտել այդ քողարկված վտանգները, ծուղակները եւ ներկայացնել մեր հանրությանը։ Ես ենթադրում եմ, դա միշտ է եղել մեր պարտքը։ Այդպես մտածել է, բայց հիմա գանք կոնկրետ իրադարձությանը։ Որտեղ սայթակեց Հասան Ջեմալը, եթե կարելի այդպես ասել։ Ես կարծում եմ մի քանի տեղերում սայթակեց Հասան Ջեմալը, նախ որոշակիորեն նա սխալ պատկերացում ուներ Հայաստանի եւ հայության մասին, ինչը խոստովանեց իր հետ։ Նա շատ սերտ շփումներ է ունեցել հայերի եւ Հայաստանի հետ։ Հայերի հետ, բայց հայկական իրականությանը, հայաստանյան իրականությանը նա ծանոթ չէր եւ ինձ հետ անձնական իր զրույցների ժամանակ եւ վերջում, երբ որ մենք նրան ճանապարհում էինք Երևանի Պետական համալսարանում, նա հայտարարեց, որ իր համար նորություն էր այս իրողությունը, ինչ որ տեսավ Հայաստանում, ինչ որ տեսավ երիտասարդների հետ շփվելուց։ Ոչ, քանի որ այն շրջանակները, որոնք նրան քարոզում էին, որոնք նրան սատարում էին եւ այս ամենը փորձում էին կազմակերպել, հավասարապես խաբում են
մի քիչ կոպիտ ձևակերպամբ եւ թուրքական եւ հայկական հանրությանը։ Թուրքական հանրությանը խաբում են, թե Հայաստանում երկխոսության եւ ցեղասպանության հարցի մի կողմ դնելու կողմնակիցներ բավական մեծ են, իսկ հայկական հանրությանը խաբում են, որ թուրքական հասարակության մեջ եւ թուրքական ընկալման մեջ մեծ փոփոխություններ են լինում։ Ես ուղղակի ուզում վստահեցնել, որ այդ մտավորականները կամ այն մարդիկ, ովքեր ընդունում են ցեղասպանությունը կամ այլ կերպ են մտածում, 77 միլիոնանոց Թուրքիայում կազմում են չնչին փոքրամասնություն եւ ունեն չնչին ազդեցություն հասարակական գիտակցման վրա։ Ռեալ ուժ ներկայացնող քաղաքական ուժերը, կուսակցությունները բոլորովին այլ գաղափարախոսության կրողներ են եւ ընտրությունները ամեն անգամ ցույց են տալիս, թե ով է հաղթում եւ ով ունի հասարակական աջակցություն։ Տիրապետող գաղափարախոսությունը Էրդողանիզմն է, եթե կարելի ասել, որը ներողություն է խնդրում, երբ իրեն հայ են անվանում։ Սա է։ Իսկ ինչ ծուղակ էր պատրաստում Ջեմալը։ Ոչ միայն Ջեմալը այդ ամբողջ մի, այսպես ասած, օպերայի մի մասն է, ինչն է այդ օպերան, որ արհեստականորեն մեր հանրության մեջ ներթափանցել է այդ երկխոսության ֆետիշացումը, այսինքն երկխոսել եւ դա է ամենակարևորը։ Գերնպատակը երկխոսությունն է։ Դուք դեմ եք երկխոսություն։ Իհարկե դեմ եմ։ Ինքնանպատակ է երկխոսությունը, ես երկխոսության այս ֆորմատին եմ դեմ, քանի որ երկխոսություն չի կարող լինել հանցագործությունը քողարկողը, հանցագործությունը պարտակողի եւ ուրեմն զոհի ժառանգների միջև, եթե անկեղծ հարթություն չի ձևավորվում։ Մենք կարող ենք երկխոսել, ասենք թուրքերի հետ եւ նաեւ դրամաշնորհների շրջանակներում, ասենք երաժշտությունից, նկարչությունից, անմեղ թեմաներից, բայց մենք չենք կարող երկխոսել մեր ազգային ամենասուր խնդրի ցեղասպանության մասին։ Դա դառնում է ինքնանպատակ, դա երկխոսություն չէ։ Ես ձեզ հավաստիացնում եմ, պարոն Նացականը, բազմաթիվ անգամ այդ հանդիպումների ներկա լինելով։ Դա երկխոսությունը արագ ավարտվում է, քանի որ կողմերը մնում են իրենց դիրքորոշումների մեջ եւ շարունակում են ուղղակի հերթապահ հայտարարություններ։ Դուք Հասան Ջեմալի 1915 թվական հայոց ցեղասպանության գրքի խմբագրական գործին մասնակցել եք։ Ես թարգմանել եմ եւ Թարգմանել եք, մասնակցել։ Դա երկխոսություն չէ։ Ոչ։ Դա երկխոսություն չէ, դա ուրեմն Թուրքիայի ամենահայտնի մտավորականներից մեկի քարոզված, գովազդված գրքի ներկայացումն է հայ հանրությանը եւ ավելի մանրամասնեմ թե ինչ։ Այդ գիրքը նաեւ թուրքական որոշակի քարոզչամեքենայի այսպես դրոշակներից է, որով նրանք ցույց են տալիս եւ եվրոպական ամբիոններին եւ տարբեր այլ հարթակներում, որ ահա նման փոփոխություններ են եղել եւ ահա նման գրքեր են տպագրվել։ Շատ լավ է, ես այդ գիրքը որպես թուրքագետ ինձ համար շատ հետաքրքիր է, որը ցույց է տալիս ներթուրքական զարգացումներ, որոշակի էվոլյուցիաներ, Թուրքիայի ժողովրդավարացման որոշակի process, բայց դա Հայաստանի հետ եւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հետ որևէ առնչություն չունի։ Այսինքն, եթե չթարգմանայիք ու հետո չտեսնեիք այն խմբագրված հատվածները, այս աստիճանի սրվածության չէր հասնել։ Ոչ, ես չեմ կարծում, որ այդ սրվածությունը հենց միայն նրանից ծագեց, որ որոշակի խմբագրական որոշակի աղճատումներ էր արված, այլ ընդհակառակը մեր խնդիրն է մասնագետների ոչ միայն ներկայացնել այն լավը, որ կա Թուրքիայում կամ այն վատը, որ կա Թուրքիայում, այլ այն իրականությունը, որ կա Թուրքիայում եւ այդ գրքի հասցեատերը նաեւ հայ ժողովուրդն է, հայ հասարակությունն է եւ պետք է նաեւ գիրքը ներկայացնել առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու, ոչ դրական գովել եւ ծափարել Ջեմալին, ոչ քննադատել, ուղղակի ներկայացնել, որ սա է այդ գովազդված գիրքը եւ ահա սրանք են այն կետերը, որը մեր կարծիքով դրական են, սրանք Իսկ Հայաստանում Ջեմալին ծափարողներ կան։ Իհարկե կան Ջեմալին ծափարողներ կան, ավելին ասեմ, այս օրերին նաեւ տարատեսակ ինտերնետային քննարկումներում կան ինձ անձնական վիրավորանք հասցնողներ եւ Ջեմալին պաշտպանողներ, այսինքն մի կողմից հայն է, մյուս կողմից ուրեմն ցեղասպանություն իրականացնողի թորն է եւ մի շարք անձինք նաեւ այդ կազմակերպության այն շրջանակներն են, որոնք կազմակերպել էին, այն շրջանակներն են, որոնք երկակի ստանդարտներով են առաջնորդվում, խոսում են ժողովրդավարությունից, բայց չեն թողում դիմացինը խոսի, խոսում են քաղաքակրթությունից, քաղաքավարությունից, իրենք օգտագործելով ուրեմն հակա այսպես բառեր, հակաքաղաքակրթական բառեր, անձնական նրանց վճարում են դրա համար։ Այդպիսի քայլերի համար վճարվում են։ Պարոն Նացական, թող վճարվեն, բայց երբևէ չի կարելի մեր ազգային Ես ասում եմ, որը վերահսկողությունը մեր ձեռքում չի։
Մեր ձեռքում չի, բայց նաև մենք որպես քաղաքացիական հասարակություն եւ որպես մասնագետներ մեր կարծիքը պետք է հայտնենք եւ ես կոնկրետ շատ այսպես ինքնագովեստով չզբաղվելով 18 տարի է թուրքագիտության ասպարեզում եմ սկսած իմ ուսումնառությունից եւ երևի թե ինչ-որ մի կարծիք կարող եմ հայտնել մասնագիտական եւ հայտնում եմ ես իմ կարծիքը, որը ընդունվում է այդ շրջանակների, որոնք փոքր են, ի ուրախություն ինձ հասարակության մեծ մասը ավելի գիտակից է, գերակշիռ մեծամասնությունը, բայց այդ մարդիկ էլ այսպես սվիններով են ընդունում օբյեկտիվ քննադատություն։ Իսկ Ջեմալի սայթաքումների մասին ես անպայման կուզենայի նշել, որ մի հետարքիր կերպար էր ձևավորված, որ կա մի Հասան Ջեմալ, որ Ջեմալի թոռն է եւ ուրեմն ընդունում է ցեղասպանությունը։ Եվ հետարքիր է նրան տեսնել իրականում այն ինչ որ նա կար։ Մի քանի կետ, ընդհանրապես 3-4 կետ առանձնացնենք։ Առաջինը թուրքական հռետորաբանության կիրառում, մասնավորապես իր պապին սպանողներին համարում են հրոսակներ։ Բնական է, որ ասենք չենք կարող ասել, որ գովի իր պապի սպանողներին, բայց եթե նա դատապարտում է ցեղասպանությունը, ավտոմատ դատապարտում է իր պապին եւ չի կարող այստեղ մտնել քննարկումների մեջ, դրանք հրոսակներ էին, թե մեր համար վրիժառուներ էին։ Մյուսը ադրբեջանական Ալիևյան քարոզչություն, այսինքն Ղարաբաղի գրավում, օկուպացիոն եւ այլն եւ այլն, եւ երրորդը, որ Ջեմալը հետո փորձում էր ուրեմն Սիվիլիտասում այսպես արդարացնել իրան երկրորդ հարցազրույցի ժամանակ ագրեսիվ ուրեմն տոնայնությամբ զրույցներ ուսանողների հետ եւ բառացի նա հայտարարեց ես չեմ եկել այստեղ որպեսզի լսեմ թե դուք ինչ եք զգում ես եկել եմ որպեսզի ասեմ թե ես ինչ եմ մտածում եւ պարտադրում այսպես ագրեսիվ ուրեմն ժողովրդավարություն այսինքն մտածված պրովոկացիա ԵՊԸ-ն կոնկրետ նա ինչ արձագանք կլինի դա Կոնկրետ պրովոկացիա էր ուզում անել, այսինքն փորձում էր սրել վիճակը, բայց ի ուրախություն մեզ մենք կարողացանք վիճակը ավելի պահել, այսպես ակադեմիզմի։ Այսինքն այս այցը ուներ հստակ քաղաքական ուղղություն։ Ես կարծում եմ, որ այցը սպասվածից նրանց նախապես ծրագրվածից այլ հունով գնաց, նա մտածում էր, որ պետք է ընդունվի ծափերով եւ իր խոսքում հենց այդպես էլ ասեց, ինձ առաջինը զարմացրեց, որ ԵՊՀ-ում ուսանողները չծափարեցին։ Եվ վերջին նրա խոսքը, երբ որ հեռանում էր ԵՊՀ-ից, հետևյալն էր, ես առաջին անգամ եմ տեսնում ցեղասպանության 5-րդ սերունդ հայ երիտասարդներին, հայաստանյան երիտասարդներին եւ տեսնում թե ինչքան խորն է ցեղասպանության հետքը նրանց մոտ, ինչքան կարծր է նրանց դիրքորոշումը եւ ինչքան դժվար է երկխոսել։ Այ հենց այդպիսի նպատակ կարող էր նա հետապնդել, այսինքն խփել միտեղ, որտեղից դուրս բերի ազգայնականություն եւ հետո ցույց տա, որ տեսեք, այս երկխոսության խոչընդոտը հենց հայկական ազգայնականությունն է։ Չեմ կարծում, քանի որ հայկական ազգայնականություն չկար այստեղ։ Ընդհանրապես բայց նա պեղում էր այդ ազգայնական մեզ մոտ երկու տերմին կա, ազգայնամոլություն եւ ազգայնականություն, կարծում ազգայնականությունը այլ դրական շեշտադրումներով կարող ենք հասկանալ, ազգայնականության տար այստեղ չկար, քանի որ նա պատմական իրողությունների մասին հայտնում էր իր կարծիքը, դիմացիները հայտնում էին իրենց կարծիքը, այսինքն սա ոչ թե մենախոսություն էր, դա ընդունելի ստանդարտ է, ընդունելի ստանդարտ էր եւ մենք ուզում էինք որ այդ ստանդարտում լինի։ Այստեղ պարոն Ցկան ոչ մի անձնական հարց հիմնադրամների, նրանց աշխատակիցների չկա որևէ նման կերպ։ Ջեմալի անձը այդքան շատ չի հետաքրքրում, ինչքան նրա քայլերը։ Եվ այստեղ մի նրբության վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Հրանտ Դինք հիմնադրամի առնչությունն է այստեղ։ Հրանտ Դինք հիմնադրամը ուրեմն բավական ակտիվ է այս հայ-թուրքական ուրեմն երկխոսության խնդիրներում եւ դրա համար նաեւ ստացել է օֆիցիալ գրանտ Եվրոմիությունից իրականացնելու այդ ամենը։ Հրանտ Դինք անձի ինչպես եւ Սարնի վերջ ծրագիրը։ Այո, բազմաթիվ ծրագրեր կան, մի մասի վերջնաժամկետը 2015-ի ապրիլն է, մի մասինը շարունակվելու է, բազմաթիվ այսպես ծրագրեր կան, մի մասը արդեն իրականացվել է, մի մասը իրականացվում է։ Մենք դրամաշնորհներին եւ նրա ստացողների դեմ ոչ մի բան չունենք, բայց եթե այդ դրամաշնորհային ծրագիրը ուրեմն խոչընդոտում է ազգային խնդիրներին, վիրավորում է ազգային զգացմունքները եւ մենք որպես մասնագետներ հայտնում ենք մեր կարծիքը ու ընդունվում է դա սվիններով, ապա մենք էլ իրավունք ունենք մեր անձնական դիրքորոշումը հայտնելու։ Ինչ վերաբերում է Հրանտ Դինք հիմնադրամին, ապա հիմնադրամը փաստորեն այս պահին եւ Հրանտ Դինք անձը մտավորականը մեր զոհված իրար հետ բավականին հեռու են գաղափարապես։ Թեև Ջեմալը շատ շեշտադրումներ անում էր, շեշտադրումներ անում էր, բայց Դինք հիմնադրամը ուղղակի իրականացնում է որոշակի գործողություններ այս առումով եւ
նույնպես չի ընդունում դիմացին կարծիքը, որ այն ինչ որ նրանք են մտածում, այն երկխոսությունը, ժողովրդավարությունը եւ այլն հայաստանյան ընկալումներում դա չկա եւ հանրությունը դա ցույց տվեց եւ Մոսկվա կինոթատրոնում եւ ԵՊՄ եւ այլ վայրերում հանդիպումների ժամանակ եւ սա պետք է ուղղակի զգացնել, այսինքն զգաստացնել Հրանտին հիմնադրամին, որ երկխոսության այս ֆորմատը ընդունելի չէ։ Իսկ հիմնադրամը ընդհանուր առմամբ տարբեր գործողություններ անում, որոնց մի մասը նաեւ դրական է, բայց հիմնադրամը այնպես չէ որ հայկական կառույց է։ Հիմնադրամը Թուրքիայում գործող եւ բավականին թուրքերով հագեցած մի կառույց է եւ տարբեր գործողություններ են անում։ Մենք չպետք է անձին դինքի լուսավոր հիշատակը տեղավորենք հիմնադրամի այսպես գործողությունների մեջ, քանի որ հիմնադրամը եւ նաեւ Ակոս թերթը որոշակի քայլեր են անում, որ մենք համար ընդունելի չի եւ ժողովրդավարությունը հենց այն է, որ մենք նրանց առողջ քննադատենք եւ նրանք էլ ընդունեն մեր ասելիք այսքան բան։ Հիմա գանք Թուրքիայի վարչապետի հայտնի խորհրդականի արտահայտություններին, որոնք հնչել են, չգիտեմ, պատական զուգադիպությամբ, թե մեկը մյուսից բխող առնչություններով, այդ առնչությունների մասին դուք խոսեք։ Ինչ է ասում Էթիեն Մահչուպյանը։ Դուք ծանոթ եք իր մտքերին։ Ինչ է ասում։ Ուրեմն մինչև հայտարարության ես ասեմ, որ մի քիչ առաջ իմ նշած այդ մտավորականների շրջանակը ընդդիմադիր, երբեմն իշխանության դեմ հանդես եկող մի ներկայացուցիչներից է նաև Էթիեն Մահչուպյանը, որը մեր հայրենակից էթնիկ հայ է, ես դժվարանում եմ ասել նրան մեր հայրենակից, քանի որ ինքը իրեն չի ասում։ Նա ասոցացնում է իրեն որպես աշխարհի քաղաքացի, իր խնդիրն է։ Էթիեն Մահչուպյանը հենց ոչ պատահական եւ հենց այս օրերին ասաց մի կարևոր հայտարարություն, իսկ Էթիեն Մահչուպյանը արդեն Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականն է, այսինքն նրա հայտարարությունը պաշտոնական հայտարարություն է։ Եվ ասաց հետեւյալը. առաջին, հայերը մաքսիմալը ինչ որ կարող են ստանալ, դա այն է, ինչ արեց Թուրքիայի վարչապետը իր ցավակցական ուղերձում այսօրվա նախագահ, այսինքն հայերը պետք է հասկանան, որ բարոյական հարթությունում կարող է Թուրքիան ներողություն խնդրել եւ վերջ, այդքանը միայն։ Երկրորդը, ինչը որ ասում էր Ջեմալը, ինչը որ ասում են մյուս մտավորականները, ինչը որ սատարում են այս կազմակերպիչները, այս ծրագրով։ Երկրորդը, որ հայերը պետք է իմանան, որ որևէ փոխհատուցում երբևէ չի լինելու։ Երրորդը, որ հայերը պետք է հիմա իրենց ծայրահեղական, այսպես տրամադրություններին հագուրդ տան 15 թվականին, եւ մենք հայերի հետ չենք երկխոսելու։ Մենք սպասելու ենք 2016 թվականին, հայերը թող հանգստանան, 2016-ին կշարունակենք դա է հետարքիր, այսինքն հիմա տաք է մթնոլորտը պետք է մեկ տարի սպասել։ Ես չեմ կարծում, որ տաք է, քանի այդ ուղերձը որտեղից է գալիս։ Դա պատական չի ասում։ Պարոն Անցական, իրենց մոտ այսպես ընկալում կա, եթե որևէ մեկը խոսում է փոխհատուցման մասին, ուրեմն նա ծայրահեղական է, ազգայնամոլ է եւ մթնոլորտը թեժ է։ Ես ուղղակի հռետորական մի հարց եմ տալիս Էթիեն Մահչուպյանին եւ մյուսներին։ Հնարավոր է երբևէ պատկերացնել հрьяաների եւ գերմանացիների միջև երկխոսության նման ֆետիշացում առանց հոլոկոստի իրավական գնահատականի եւ փոխհատուցման։ Ես չեմ տեսել նման ծրագրեր։ Հնարավոր է, որ հрьяան եւ մեր բախտակից հрья ժողովուրդը եւ գերմանացիները անտեսեն հոլոկոստի փաստը եւ ուղղակի սկսեն երկխոսել։ Հնարավոր է, որ ասենք Հիտլերի կամ, չգիտեմ, Գեբելսի ժառանգները գնան Իսրայել եւ ասեն, որ իմ փառապանց պապին ովքեր մեղադրում են, նրանք նացիոնալիստներ են եւ հրոսակներ են։ Հնարավոր է sense բաներ։ Իհարկե հնարավոր չէ։ Ընդհանրապես, եթե հոլոկոստը իրավական գնահատական է ստացել, ապա ցեղասպանությունը դրանից առաջ պետք է ստանար իր իրավական գնահատական։ Եվ Էթիենի հայտարարության մեջ մի կարևոր կետ էլ նույնպես, որ Էթիենը կրկին ուրեմն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, հայտարարելով, որ դրանք իրար հետ փոխշաղկապված են եւ ամենակարևորը Էթիենը հայտարարում է Հայաստանը նույնպես պետք է ժեստ անի եւ քայլեր անի եւ չբավարարվի, որ ինչ որ հայտարարություններ այն Էրդողանը ցավակցեց, Հայաստանն էլ պետք է ինչ որ արձագանք տա եւ նույնը ասում էր Ջեմալի թոռը, բառացի Հայաստանը չպետք է ձեռքերը ծալած նստի, Հայաստանն էլ պետք է քայլեր անի։ Այս բոլորի այս նվագախմբի ընդհանուր երգը սա է, ինչը պետք է բացահայտել եւ ցույց տալ եւ շատ ուրախ է, որ գրքի թարգմանության առիթով այս ամենը հնարավոր եղավ բացատրել մեր հանրությանը։ Շատ լավ է։ Այսպեսով նվագախումբը կա, ես ձեր տերմինից եմ օգտվում։ Մենք ներսում ենք, իսկ նվագախումբը դրսից է աշխատում։ Ինչ միջոցով պիտի պաշտպանվել դրա նեգատիվ մասից։ Ես կարծում եմ առաջինը նվագախումբը կամ երգչախումբը շատ խոցելի տեղեր ունեն եւ այդ երգչախմբի ներկայացուցիչներից Հասան Ջեմալը այստեղ անմիջապես
ընդունում էր իր սխալը, երբ որ մենք ճիշտ նպատակակետին նրան խոցում էինք։ Այսինքն փաստերը ըստ էության էինք ներկայացնում։ Առաջինը մենք պետք է հստակ իմանանք, որ Թուրքիայում չկա մտավորականության այնպիսի հոտ զանգված, որը որոշիչ ձայն ունի եւ որը ընդունում է ցեղասպանությունը իր ամբողջության մեջ, այսինքն իր բոլոր հետևանքներով։ Երկրորդը, մենք պետք է հասկանանք, որ այդ մարդիկ Թուրքիայի թշնամիները չեն եւ այդ մարդիկ մեր գործընկերները չեն մեր հարցի խորքային առումով։ Նրանք ուղղակի թուրքական հասարակության մեջ ինչ տենդենսներ ստեղծող մարդիկ են, բայց ֆետիշացնել նրանց գործունեությունը եւ հերոսացնել նրանց, ծափահարել նրանց, մենք իրավունք չունենք, անկախ նրանից դա Ջեմալի թոռն է թե մեկ ուրիշի թոռն է։ Մենք դրա իրավունքը չունենք, այսինքն մեր հասարակության զգոնությունը բթացնելուն ուղղված ցանկացած քայլ մենք պետք է կասեցնենք եւ այդ կասեցման դրսեւորումներից մեկն էլ հենց սա է եւ ուրախություն ինձ մեր հայ հասարակությունը շատ adekvat է արձագանքում եւ անմիջապես ընկալում է այդ վտանգները, ուղղակի պետք է ճիշտ ներկայացնել։ Շատ կարճ, իսկ եվրոպական կառույցների շահագրգռվածությունը։ Եվրոպական կառույցների շահագրգռվածությունը շարունակել երկխոսությունը, այդ երկխոսության միջոցով իբրև թե շարունակել տարածաշրջանում ինչ-որ խաղաղության իրենց միսիան, բայց եվրոպական շարունակել ենթարկվելով թուրքական տրամադրությունները։ Իհարկե, եվրոպական ուրեմն երկակի ստանդարտները այս տարածաշրջանում ապրող եւ հայերի համար, եւ Սիրիայի ժողովրդի։ Դե թող Եվրոպան ջղայնանա, Թուրքիայում լրագրողներ են բոլորի համար նրանց երկակի ստանդարտները հայտնի են։ Ես կարծում եմ այդ երկակի ստանդարտներն էլ շարունակվում են մինչև հիմա։ Եվրոպական այսպես ինձ համար կողմնորոշիչ խոսքը հետեւյալն էր, երբ հայ ժողովուրդը ոտքի էր արծացել եւ դիմում էր Եվրոպայի օգնությանը, որպեսզի նա ջղայնանա Թուրքիայի վրա։ Եվրոպական, անգլիական նավերը չեն կարող անցնել Կովկասյան լեռները վերջ։ Շնորհակալություն։ Այսքանը հարցազրույցների եթերում Երևանի Պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան թուրքագետ Ռուբեն Մելքոնյան, հաջողություն։